Վաղ առավոտյան ազգային անվտանգության ծառայողները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանին։ Քննչական կոմիտեից մանրամասնել են, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Միասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված ՍՎ-ի սպանությունը պատվիրել է Արգամ Աբրահամյանը։ Մասնավորապես պլանավորված համակողմանի ապացուցողական ու վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱ-ն կնոջը ԷԾ-ին կասկածելով ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ հոգևոր հովիվ ՍՎ-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել վերջինիս, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից ԳՀ-ի միջոցով, ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Արգամ Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատվել է խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Կողմերը հատկապես ընդգծել են նախագահ Թրամփի եւ Միացյալ Նահանգների կառավարության լիդերը խաղաղության գործընթացի առաջմղման գործում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև տնտեսական եւ առևտրային կապերի զարգացմանը։ Կողմերը նշել են, որ այն ծառայում է որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։ Թրիփ երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչնդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու արևելք-արևմուտք տրանսպորտային կապերը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։ Նրա խոսքով վերջին 1 տարում Թրիփի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել եւ առաջիկա տարում գործընթացը կշարունակի արագանալ։ Քարլոնը նաեւ նշել է, որ ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության շրջանակում կողմերն ընդլայնել են տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով հունիսին ստորագրվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում համագործակցության հուշագիր, անցկացվել է տնտեսական երկխոսություն, իսկ ամերիկյան ընկերությունները կնքել են միլիարդավոր դոլարների առևտրային եւ ներդրումային համաձայնագրեր։ Մենք դեռ նոր ենք սկսում աշխատանքը, առջևում դեռ շատ աշխատանք կա, ասել է ամերիկացի դիվանագետը։ Մեկ տարի առաջ այսօրը ԱՄՆ-ում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։ Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը ըստ Փաշինյանի Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության TRIP նախագիծն է, որը շատ մոտ ապագայում վերջ է դնելու Հայաստանի ապաշրջափակմանը եւ դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը։ Փաշինյանի խոսքով TRIP-ը կնպաստի նաև նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ եւ դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIP նախագծի գործնական իրականացումը եւ սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն, ասել է Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին, ընդգծելով, որ այդ հարցը շարունակում է մտահոգել հայկական կողմին։ Փաշինյանի խոսքով խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ Կիևի եւ Հարակի շրջանի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 4 տարեկան երեխա։ Այսօր վաղ առավոտյան հրթիռները հարվածել են մայրաքաղաքի արևելքին։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Թկաչենկոյի խոսքով ընկնող բեկորները վնասել են բնակելի շենքեր եւ մեքենաներ։ Արտակարգ իրավիճակների խմբերը մարում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհները։ Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Սիզրանի նավթավերամշակման գործարանին։ Զուգահեռաբար հարվածներ են հասցվել նաև Կրասնոդարի երկրամասի Իլսկիի նավթավերամշակման գործարանին։ Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են Ռոսնեֆտին, ընդ որում Սիզրանի գործարանը գտնվում է ուկրաինական սահմանից ավելի քան 800 կիլոմետր հեռավորության վրա։
Իրանի հզոր զինված ուժերը ցույց են տվել իրենց պատրաստվածությունը, կարողությունները եւ հզորությունը աշխարհի ամենաթանկ բանակի դեմ։ X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ ժամանակն է հույսը դնել սեփական ուժերի վրա եւ ընդունել իրական եղբայրությունը։ Երբ մուսուլմանները միասին են կանգնած, մենք կարող ենք դեմ առ դեմ դիմակայել չարամիտ արտաքին ուժերից եկող յուրաքանչյուր մարտահրավերի։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հրահանգել է վերացնել բյուրոկրատական խոչընդոտները ու արագացնել կիբերզորքերի արմատական վերափոխման Կիբերքոմ 2 ծրագիրը։ Նա շեշտել է, որ կիբերմասնագետները այլևս ոչ թե պարզապես աջակցող ուժ են, այլ լիարժեք մարտիկներ, առանց որոնց հնարավոր չէ հաղթել ժամանակակից պատերազմներում։ Բացի այդ, հոկտեմբերի 1-ից կներդրվի ֆինանսական խրախուսման նոր համակարգ, առանձնապես բարդ առաջադրանքներ կատարող բարձրակարգ մասնագետներին պահելու եւ մոտիվացնելու նպատակով։ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների օրինագծին։ Այն թիրախավորում է Ռուսաստանի ֆինանսական հատվածը, քաղաքական ղեկավարությանը, օլիգարխներին եւ էներգակիրներից ստացվող եկամուտները։ Այն նաեւ նախատեսում է Իրանի նկատմամբ ընդլայնված պատժամիջոցներ, այդ թվում երկրի սպառազինության եւ էներգետիկ ոլորտների դեմ։ Օրինագծի առանցքային դրույթներից մեկը նախագահային թույլ կտա մինչեւ 100% մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք շարունակում են մեծ ծավալներով գնել ռուսական նավթ եւ գազ։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ սահմանային հսկողություն կսահմանի Իտալիայից եկող չվերթների եւ նավերի վրա ներգաղթային աճի ֆոնին։ Իտալացի ուղևորների անձնագրեր եւ քաղաքացիության ստուգումները կսկսվեն շաբաթ օրվա կեսգիշերից եւ կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 7-ը։ Կոլումբիան նոր նախագահ ունի Աբելարդո դե լա Էսպիրելլան պաշտոնը ստանձնել է խոստանալով կոշտ պայքար մղել զինված խմբավորումների դեմ, ընդլայնել նավթի եւ գազի արտահանումը, կրճատել ծախսերը եւ սերտացնել կապերը ԱՄՆ-ի հետ։ Նրա նախագահությունը կտրուկ շրջադարձ է նշանավորում Գուստավո Պետրոյի ձախակողմյան կառավարության քաղաքականությունից հետո։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը Մեքքայում ստորագրել են հավաքական պաշտպանության մասին ռազմական համաձայնագիր։ Մեքքայի համաձայնագիր անվանումը ստացած փաստաթուղթը սահմանում է, որ կողմերից որևէ մեկի դեմ զինված ագրեսիան կդիտարկվի որպես հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։ Եռակողմ այս գործարքը նպատակ ունի ամրապնդել մասնակից երկրների անվտանգային համակարգերը եւ խորացնել ռազմատեխնիկական գործակցությունը։ Եմենի Անսար Ալլա շարժումը բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու սարքերով թիրախավորել է երկրի մի շարք նահանգներում տեղակայված սաուդամետ ուժերի ռազմակայանները։ Խմբավորման ռազմական ղեկավարությունը արձակումը հիմնավորել է Սաուդյան Արաբիայի հնարավոր զորաշարժերը կանխելու պատրվակով։ Ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ պաշարների վերահսկողության համար մղվող այս պայքարը կասկածի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության հասնելու միջազգային բոլոր ջանքերը։ Ստեղծված իրավիճակում Եմենը հայտնվել է լայնամասշտաբ եւ առավել արյունալի պատերազմի նոր շրջափուլի շեմին։ Սերբիայի Դերիբլատյան ավազուտներ արգելոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 700 հեկտար տարածք։ Կրակի տարածման վտանգի պատճառով իշխանությունը հարկադրաբար տարհանել է մի քանի բնակավայրերի բնակիչներին։ Մարդկային զոհեր եւ բնակելի տների կորուստներ չկան։ Չոր եղանակի պատճառով Սերբիայում գրանցվել է հրդեհի 9 ակտիվ օջախ։ Ջակարտայի տեխնիկական սպասարկման շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, ընդգրկելով 11-րդից 16-րդ հարկերը։ Ուժեղ քամիները ու շենքից ընկնող բեկորները խիստ բարդացրել են փրկարարների աշխատանքը։ 15-րդ հարկից տարհանել են ծուղակում հայտնված վերանորոգող աշխատակցին, ով տեղափոխվել է հիվանդանոց, զոհեր չկան։ Հրդեհաշիջման օպերացիային ներգրավել է 40 հրշեջ տեխնիկա եւ 200 մասնագետ։ Պատահարի պատճառը դեռևս պարզ չէ։